270 միլիոն դրամի գույք ու դրամական միջոց։ Աղմկահարույց գործեր քննած դատավոր Արտուշ Գաբրելյանը պատասխանողի աթոռին է։ Հակակոռուպցիոն դատարանը քննում է նրա ենթադրյալ ապօրինի գույքի գործով հայցը։ Հայցում դատախազությունը փոփոխություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ ստացվել են ապօրինի դիտարկվող ու դատավորին պատկանող գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունները։ Դրամական պահանջը համենայնպես սկզբնական հայցադիմումով մոտ 60 միլիոն էր կազմում, իսկ ներկայացված միջնորդությամբ փոփոխվել է եւ ավելացել է 10 միլիոնով, այս պահին շուրջ 70 միլիոն դրամական պահանջ ենք ներկայացրել որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար, իսկ գույքերի մասով ընդհանուր պահանջվող գույքերի շուկայական արժեքները, միջին շուկայական արժեքները մոտավոր 200 միլիոն դրամ են կազմում։ Բացի այդ միջնորդությամբ ավելացվել են նաև ներդրումային ծախսերը։ Մասնավորապես 2009-11 թվականներին մեկ բնակելի տան վրա կատարված կառուցապատման ծախսերն ենք ներառել հայցադիմումում ու դրա հիման վրա իրականացվել է ամբողջական վերահաշվարկ։ Դատախազությունը դատավորից պահանջում է նաև Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի 5 հողամաս, 3 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձու մասնակցություն, ինչպես նաև 1 օտարված գույքի շուկայական արժեք 140 միլիոն դրամի չափով։ Դատախազությունն ուսումնասիրությամբ հետ է գնացել մինչև 1997 թվական։ Առաջին ենթադրյալ ապօրինի գույքը հենց այդ թվականին է ձեռք բերվել։ Իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության արդյունքներով պարզ է դարձել, որ Արտուշ Գաբրելյանը աշխատավարձի տեսքով օրինական եկամուտներ ընդհանուր ժամանակահատվածի ընթացքում, ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ստացել է մոտ 160 միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ կատարած գույքային ձեռքբերումներն ու այլ ծախսերը կազմել են առնվազն 250 միլիոն ՀՀ դրամ։ Հայցը դատանում է 2024 թվականի հուլիսից, հայցը փոփոխելու դատախազի միջնորդության վերաբերյալ պատասխանող կողմը դիրքորոշում կհայտնի հաջորդ նիստին, որից հետո դատանը կհրապարակի որոշում, արդյոք թույլատրում է փոփոխությունը, թե ոչ։ Գաբրելյանն առաջին գործող դատավորն է, որ անցնում է ապօրինի գույքի գործով։ Դատավորի վարույթում մի քանի աղմկահարույց գործեր են քննվում՝ Պեմզաշենում մոր եւ երեխաների սպանության, ՊՊՑ գնդի գրավման, 44-օրյա պատերազմին վերաբերող գործերը։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։